Մերձավոր արևելքում լարվածությունը չի թուլանում, իսկ Իրանն արդեն զգուշացնում է ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև Պարսից ծոցի երկրներին։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Ալի Աբդուլլահին հայտարարել է, որ եթե այդ երկրների տարածքն օգտագործվի ամերիկյան զինուժին աջակցելու համար, Թեհրանը դա կհամարի Միացյալ Նահանգների ռազմական գործողություններին մասնակցություն։ Իրանցի գեներալը նաև նշել է, որ Թեհրանն ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին։ Այս կոշտ հայտարարությանը զուգահեռ իրանցի մեկ այլ գեներալ քննադատել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությունը։ Իրանի գեներալ Մոհամմեդ Ռեզա Նաքթին Թրամփին անվանել է կարճատես եւ կարճամիտ։ Նրա խոսքով Միացյալ Նահանգների նախագահը երկարաժամկետ տեսլական չունի եւ հաճախ հայտարարություններ է անում առանց մտածելու, թե դրանք ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Նաքթին նույնիսկ ասել է, որ ավելի շատ է վստահում տաքսու վարորդին, քան Թրամփին եւ կոչ է արել նրա հայտարարություններին չափազանց լուրջ չվերաբերվել։ Գազայում հարվածները չեն դադարում։ Գազա քաղաքում առնվազն 7 մարդ է զոհվել ոստիկանության գլխավոր շենքին հասցված իսրայելական հարվածի հետևանքով, ևս 15-ը վիրավորվել։ Պաղեստինյան լրատվամիջոցները սակայն հաղորդում են 9 զոհի մասին։ Հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգների միջնորդությամբ քննարկվել է Գազայի կարգավորման ծրագրի հաջորդ փուլը։ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է այս տարի հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Լրագրողի հարցին նախատեսում է արդյոք հանդիպում 2026 թվականին, Թրամփը պատասխանել է. «Այո, կհանդիպեմ նրա հետ»։ Միացյալ Նահանգների նախագահը միաժամանակ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան ունի 57 հզոր միջուկային մարտագլխիկ։ Չնայած դրան, Թրամփը պնդել է, որ իրավիճակը կայուն կմնա, քանի դեռ Միացյալ Նահանգներում իր բնորոշմամբ խելացի նախագահ է իշխանության։ Թրամփը նաև ընդգծել է, որ Կիմ Չեն Ընի հետ շատ լավ հարաբերություններ ունի։ Հանդիպումը ըստ նախնական տեղեկությունների կարող է տեղի ունենալ աշնանը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել միջազգային քրեական դատարանի ղեկավարների նկատմամբ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցների կապակցությամբ։ Օգոստոսի 18-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել դատարանի նախագահ Տոմոկո Ականեի եւ ավագ դատախազ Աբդուլլայ Սեյեի նկատմամբ։ Միացյալ Նահանգները նրանց մեղադրում է դատարանի լիազորությունները չարաշահելու, այդ թվում իր իրավասության տակ չգտնվող երկրների պաշտոնյաների նկատմամբ գործողություններ իրականացնելու համար։ ՄԱԿ-ը այդ որոշումը մտահոգիչ է համարում։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի ենթակառուցվածքների վրա հարձակումները երկրի տնտեսության համար անդառնալի հետևանքներ չեն առաջացրել, թեև վնասը նրա խոսքով ակնհայտ է։ Պուտինը նշել է, որ Ռուսաստանի տնտեսական աճի տեմպերը համեստ են, բայց շարունակում են մնալ դրական։ Նրա տվյալներով երկրի համախառն ներքին արդյունքն առաջին կիսամյակում աճել է 0.6%-ով, իսկ երկրորդ եռամսյակում 1.3%-ով։ Ռուսաստանի նախագահի խոսքով երկիրը նաև շարունակում է տնտեսության կառուցվածքային փոփոխությունների ծրագիրը, որը նախատեսված է մինչև 2030 թվականը։ Քենիայի Սամբուրու շրջանում ուղղաթիռ է կործանվել, զոհվել է Միացյալ Նահանգների 5 քաղաքացի։ Դեպքը տեղի է ունեցել Օլոլոկվե լեռան մոտ առավոտյան ժամը 9-ին։ Ականատեսները պատմել են, որ ուղղաթիռի անկման վայրում խիտ ծուխ ու բոց են տեսել։ Նախնական տվյալներով օդանավում եղել է 7 զբոսաշրջիկ։ Կործանման պատճառը դեռ հայտնի չէ։ Եվ վերջում, հոլիվուդյան լեգենդներից մեկը հայտնվել է Բարբիի աշխարհում։ Մերիլին Մոնրոն դարձել է նոր Բարբի տիկնիկի կերպար։ Տիկնիկը թողարկել է Mattel ընկերությունը դերասանուհու ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։ Նոր Բարբին կրկնում է Մոնրոյի հայտնի կերպարի եւ ոճի որոշ առանձնահատկություններ, այդպիսով հիշեցնելով Հոլիվուդի ամենաճանաչված դերասանուհիներից մեկին։ Անահիտ Սարգսյան, Սվետլանա Պետրոսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։